Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ դատախազությունում վերլուծվել են 2018-ից 25 թվականների քրեական վարույթներում դատարաններում ավարտված արդեն գործերով պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով դատախազական ներգործության միջոցներով, իսկ 23 թվականից նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի եւ դրամական միջոցների ցուցանիշները։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Ըստ այդ ցուցանիշների 2018-ից 2025 թվականների ընթացքում ուշադիր ժողովուրդ Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն են վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի 773 միլիոն դոլար, այսինքն գույք եւ դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի, այսինքն 504 միլիոն դոլարի գույքն ու դրամական միջոցները 23-ից 25 թվականներին։ Այսինքն վերլուծության արդյունքում մենակ վերջի 2 տարիներին կես միլիարդ դոլար վերադարձվել է պետությանն ու ժողովրդին, հանրությանը, համայնքը դա մենք ենք։ Իսկ ընդհանուր հեղափոխությունից հետո մինչև 25-ը շուրջ 773 միլիոն դոլար։ Պատկերացրեցիք, ահա թե ինչու են մեր ընդդիմադիրները հայտարարում, որ 37 թիվն է, երկիրը քանդվում է, դե իհարկե իրենց պատկերացրած երկիրը իրենց են 8 մետրանոց պատերի ներսում է։ Իրանք դրանից դուրս ոչ մեկի չեն տեսել, այդ 8 մետրանոց պատերից դուրս ում պիտի տեսնեին, ում բանի տեղ դնեին։ Իրանց ամեն մեկի երկիրը եղել է իր դղյակը։ Ու այսօր այդ դղյակը քանդվում է, հասկանում եք, որովհետև այսքան գույքը մտել է, բայց այդտեղ պետք է մի բանի վրա ուշադրություն դարձնել։ Նախ 18-ից հետո հեղափոխությունից հետո առնվազն 5 տարի մենք գիտենք, թե ով էր մեր դատախազը շարունակում մնալ։ Դե դա քաղաքական որոշում էր, դնենք մի կողմ, ես ինքս համաձայն չէի նրա մնալուն, եւ որքանով տեմպերը կարող էին ակտիվ լինել, այո, բայց ամեն դեպքում արդեն գործընթացներ սկսվել էին։ Այդ գործընթացները եկել հասել են որոշ կետերի, 25-ին արդեն որոնք որ ավարտված են, արդեն 773 միլիոն դոլար են, մոտիկ են 1 միլիարդին։ Եվ բազմաթիվ, ես վստահ եմ, բազմաթիվ գործեր արդեն վերջանալով գնում են։ Եվ կարծում եմ այս թիվը 26-ին ու 27-ին շատ ավելի մեծ կլինի, եթե իհարկե մենք հետ չգնանք դեպի այն ժամանակահատվածը, որտեղ կեղեքելն էր նորմալ, հասկանում եք։ Եթե մենք հունիսի 7-ի մեր ընտրությունը կատարենք այնպես, որ վերադառնանք այս համակարգին, ովքեր որ գողացել են, ապա ոչ մի բան էլ չի բացահայտվելու։ Են որ ասում են, բա ուրա, բա ինչ են անում, որ վերադարձեն բան, իրավական սիրուն պրոցեսներով վերադարձնում են, հեսա։ Այո, մենք գիտենք, որ դեռ կան միլիարդավոր դոլարներ, որ պիտի վերադարձվեն, բայց այդ գործերը դեռ չեն վերջացել, ընթացքի մեջ են, այսքանը էսպայի դրությամբ։ Հասկանում եք, եթե հաշվի առնենք, թե այն ամենամեծ ձկները դեռևս պրոցեսների մեջ է, եւ եթե ոնց եք կարծում Սամվել Կարապետյանի իշխանությունը պիտի Քոչարյան Ռոբերտի 200 միլիոն դոլարը վերցնի, թե Քոչարյան Ռոբերտը պիտի Հովիկ Աբրահամյանի միլիոնները վերցնի, թե երեքը միասին պիտի, չգիտեմ, Վահե Հակոբյանի ապօրինի եղածը վերցնի, իհարկե ոչ։ Սրանք թալանչիներն են, այս ոիններն են, էլի, մեր ժամանակ ժողովուրդը, քաղաքացիների թոշակը 3000 դրամ էլ չէր, սկի, մի 5 ամիս էլ չէին տալի, որ այս միլիոնները դիզեն։ Այսօր դուրս են եկել, ասում են, մեր պապիկ տատիկներին դուք ընտրակաշարք եք, դուք տայեք։
Նախ այդ կենսաթոշակը պետական բյուջեից է հատկացվում, այսինքն իմ գումարներից մյուսի եւ տարեցները դա շատ լավ հասկանում են, որ այո երիտասարդների աշխատածից հիմա իրենք կենսաթոշակ են ստանում վճարած ապահովագրությունից իրենք առողջության ապահովագրություն են անվճար ստանում Սա կառավարումն է, այդ ցիկլն է, հետո մենք կմեծանանք, մենք կմտնենք այդտեղ, արդեն երիտասարդները կարարեն կստեղծեն։ Հիմա մենք պիտի թույլ տանք, որ հետ վերադառնանք այն կյանքին, որտեղից փոկվել ու արդեն դուրս ենք գալիս։ Այո, ժողովուրդ ջան, երկար տարիներ է պետք լինում։ Օրինակ ես տարեցները կհասկանան, օրինակ, հա, որը որ ապրել ենք մենք, այն Լենինյան հեղափոխությունը, երբ որ եղավ, մի քանի տարի պահանջվեց մինչև աշխարհը ընդունեց սովետական միությունը որպես սուվերենություն, իրավաբանական սուբյեկտ։ Քանի տարի։ Այդ դեռ բոլոր տեղերում արդեն եղել վերջացել էր, ում պետք էր գնդակահարել են եւ այլն։ Դեռևս բայց process-ները, ներքին խմորումները գնում են։ Հիմա մեր փոքրիկ Հայաստանում, որտեղ որ շատերը համակարգում զբաղված են եղել, այլ ոչ միայն զբաղված են եղել, դա եղել է ապրելաձև։ Դա բնավորություն է եղել, հասկանում եք։ Ու հիմա սա կարելի ասել գերազանց արդյունք, հա։ Կարելի էր ավելին, միգուցե։ Իսկ գուցե մենք էլ պիտի հանրությունը որոշակիորեն օգնենք, աջակցենք։ Ասեմ ձեզ, շատ քաղաքացիներ չեն դիմում առայժմ։ Մտավախություն ունեն, ասում են բավոր հանկարծ։ Իսկ երբ որ այս ամեն ինչը հաստատվի, այդ բավոր հանկարծներն էլ են վերանալու։ Սա դեռ ինչ թիվ է։ Սա դեռ ես վստահ եմ առնվազն 10 պատկվելու է ժամանակի ընթացքում։ Առնվազն բազմաթիվ պուրակներ ու այգին իմիջայլոց բնապահպան կոչվածներից կան ակտիվացել են։ Ես բնապահպաններին հարգում եմ, բայց մեկ կան, որ գիտեք, իրանք ուզում են հավատան, որ իրենք բնապահպան են ու ինչ որ բաներ են փնտրում, գտնում, այ գիտեք, քանի որ այստեղ այսպես այնպես։ Բա այդ բնապահպաններով այսօր որ դուրս եք եկել, իբր այ ծառեր են հատվում, նախ ծառեր չեն հատվում, ծառեր են փոխարինվում ու լավ են անում փոխարինում են, սկսենք այդտեղից։ Երկրորդ, այդքան մի հետաքրքրվող եք, այդ հեկտարներով այգիները, երբ որ սեփականաշնորհում բիտոնը լցնում վրան կաֆե էին սարքում, այդ ժամանակ դուրս գայք միտինգներ անեք։ Կամ մի հատ գնայեք, տեսնեք ինչ ապօրինի անտառ հատումներ են տեղի ունենում, ամեն մի փոքր այգում մի հատ հաստոցա դրած ու կտրում ու գործ են անում, կամ մի հատ այդ բնապահպաններով գնայք, երբ որ Արծվիկ Մինասյանը նախարար էր, մի հատ էլ են բանի Գորիսի Կապանի կողմեն ընկուզենիների ճանապարհը, որը որ փտտցրեցին, կտրեցին տարի, գնայք դրանք ուսումնասիրեք։ Կամ Արցախում, երբ որ հադրուտ տանող ճանապարհն էին կտրելով բացում, գնայք միտինգ անեք, բան անեք։ Չարժեր։ Դուք բնապահպան չեք, դուք գործով եք։ Գործով։ Դուք երբեք չեք հետաքրքրվել, թե այս ոռոգման ջրերը ոնց են աշխատում։ Լավ, ծառը տնկելը մի բան է, այդ ծառը ոռոգումով ապահովելը մի այլ բան է։ Քանի մետր ոռոգման գիծ է քաշած եղել նախկին քաղաքապետերը, սա բոլորը իրար հետ վերցրած։ Գուցե որոշ անհամաձայնություններ, գուցե մեծ աշխատանքի մեջ երբեմն լինում է, որ փոքր մի հատվածում թացուչոր կխառնվի, բայց կներեք, արդյունքն է, մեկը ինձ համար արդյունքն է հետաքրքիր։ Ես բնապահպան այդ իմաստով չեմ, բայց բնության սիրահար եմ։ Չեմ հասկանում ինստիտուցիոնալ ձևով, որ այս ծառը ունի այսինչ խնամելու ասես բաներից չեմ հասկանում։ Հետևաբար ինձ արդյունքն է հետաքրքիր, իսկ արդյունքը ես տեսնում եմ։ Էլի գարունը բացվեց, սրանք ակտիվացան, էլի։ Քանի կար ոնց են ծառները, որ անցյալ տարի, նախանցյալ տարի տնկվել էին։ Մենք կգնաք նկարեք, գցեք, տեսնենք հələ։ Թե ձեռ չի տալիս։ Բերում ճիպոտները տնկում էիք, փողերը գրպանում ենք, այն Տարոն Մարգարյանով բանով տենց ցեպոչկա էր աշխատում, այդ ճիպոտը հետո տենց չորանում էր, անունը դնում էիք բանը, ծառատունք եք արել, այն էլ խառը խշտիկ, ոչ էլ ոռոգման ջուր եք քաշում։ Այսօրվա դրությամբ առնվազն 10 տարեկան ծառ են բերում տնկում։ Իհարկե գնային տարբերությունը աչք ծակող է ճիպոտի ու 10 տարեկան ծառի։
որը տնկած պահից սկսում է ֆունկցիոնալ աշխատել։ Տեսեք մեր թեղիները տանում։ Ինձ արդյունքն է միշտ հետաքրքիր եղել։ Դուք գնացեք այս գողոնի հետ, այսինքն դուք չեք գնա։ Դուք սրանց ուղարկացնեք, դուք ո՞նց կգնաք։ Այս սրանց, այս 773 միլիոնը, որ արդեն հետ է բերվել ու դեռ քանի պատիկն էլ դատարաններում է, որը հետ է բերվելու, այս ժամանակ ձեզանից մեկի գվոցը չենք լսել, է։ Տարական մի բան ասեմ, ժողովուրդ ջան, իսկապես էլի։ Ուրեմն մեր Էդվին Մարտիրոսյանն է տեղադրել իր էջում երևի մի երևանցու քաղաքացու գրառում է ամենայն հավանականությամբ, ես ուզում եմ կարդալ, սրա նրանք քննադատելուց առաջ եկեք մի հատ մեզ նայենք, էլի։ Լավ, էնի նրանք գողացել էին, որը դատախազությունը հետ է բերելու։ Իսկ մենք ինչ ենք անում։ Եկեք ընթերցեմ։ Ավտոբուս եմ նստել։ Բարձրացողներից 10-ից 8-ը չեն վճարում ուղևորցը։ Մոտավորապես 50 հոգուց ընդամենը 10 հոգի վճարեցին։ Չվճարողները հիմնականում երիտասարդ աղջիկներ ու կանայք են, գեղեցիկ հագնված։ Տեսքից էլ չես ասի, թե փողի խնդիր ունեն։ Եթե մարդը գաղափարի համար չի վճարում, դա կարող եմ հասկանալ, ասենք մարդը դեմ է ուղևորցի թանկացմանը եւ բոյկոտում է այդ որոշումը, բայց այստեղ այդպիսի բան չկա։ Սխեման շատ պարզ է։ Մարդիկ իրենց մոտ պահում են զրոյական մնացորդով բանկային քարտ կամ արդեն օգտագործված QR կոդ։ Բարձրանում են ավտոբուս, դեմքի լուրջ արտահայտությամբ ու անմեղ հայացքով պահում են քարտը սարքի վրա եւ զարմանում են, որ սարքը մերժում է։ Հետո իբր ոչինչ չի եղել, հանգիստ գնում նստում են։ Կներեք, բայց սա խոսում է մեր հասարակության բարոյական արժեհամակարգի մասին։ Ինչ են իրենց երեխաներին սովորեցնելու այդ երիտասարդ աղջիկները։ Միթե սա անազնիվ մոտեցում չէ։ Չէ, որ ասում են ձու գողացողը ձիել կգողանա։ Միթե այս մանր գումարը չվճարելը ավելի խորքային խնդրի մասին չի խոսում։ Եղեգը փոքր բան է, բայց ցույց է տալիս քամու ուղղությունը։ Նույնպես էլ այս փոքր բանը ցույց է տալիս մեր հասարակության արատավոր բարքերը։ Եթե գծատեր չկա, նկատողություն անող չկա, ուրեմն կարելի է եւ չվճարել։ Չասեք, թե խնդիրը գումարն է։ Ես վստահ եմ, որ չվճարողների ճնշող մեծամասնության համար գումարը չէ խնդիրը։ Եթե այն 100 դրամ էլ լիներ, միևնույնն է, չէին վճարելու։ Միթե սա արդար է այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարեխղճորեն շարունակում են վճարել ուղևորցը։ Այսպես շարունակվելու դեպքում չվճարողների թիվը գնալով ավելանալու է, կամ բոլորի համար սարքեք անվճար, կամ էլ հետևեք, որ բոլորը վճարեն։ Մտահոգ եւ կարգապահ երևանցի հեղինակը։ Ինչ կասեք։ Այո, սա խորքային խնդիր է։ Սա գողություն է։ Գողությունը, երբ որ իսկապես կարող է ինչ-որ մի վարկյան մոտը չլինի ու դու ոտքով չկարողանաս գնաս, շատ հոգնած եւ քաղցած լինես, նստես, սա ընկալելի կլինի, բայց կարելի է այսպես։ Մենք հիմի այսքան քաղաքացին ամենօրյա կտրվածքով գողանում է Երևանից ու Երևանի բյուջեից։ Վստահաբար նրանք բոլորն էլ իրենց բակերում խնդիրներ ունեն, ասում են, ինչու մեր բակում օրինակ խաղահրապարակ չեն սարքում, ինչու այստեղ չեն բերում ծառներ տնկել, ինչու չեն հարդարում տարածքը, արտաքին տեսքը, ինչու հոսանքները գետնի տակով չեն անցկացնում, ինչու կանգառները չեն սարքում, ինչով, գողացել ես բյուջեն։ Քո գողացածը եղել է այո այդ 150 դրամը։ Կներեք, իսկ ինչքան գումարից է սկսվում գողությունը եւ չէ գողությունը։ Դա մեծ գումար է, ահռելի գումար է, Երևանը դրել է մեծ գումարներ, բերել է նման ավտոբուսներ, որպեսզի քաղաքական երթևեկություն ապահովի քաղաքացիներիս համար։ Եվ այդ ավտոբուսները չէ որ պիտի սպասարկվեն։ Չէ որ մենք ցանկանում ենք, որ վարորդը լինի բարետեսը, ակուրատնի հագնված լինի։ Ավտոբուսները
մի քանի տարուց շարքից դուրս չգան, շարունակեն երկար ծառայել, որովհետև այդ ավտոբուսները, որ առել ենք ինչ-որ մի այլ ծախսի հաշվին։ Հիմա մենք ինչ ենք անում։ Ինչ ենք անում, սիրելի քաղաքացիներ։ Սա ամոթ է։ Մենք ողջ հասարակությունով գող ենք։ Ուրեմն մեզ գողացող ղեկավարները շատ էլ տեղին են եղել։ Չէ՞ որ իշխանությունները արտացոլում են քաղաքացիների տեսակը։ Եթե մենք ինքներս գողացող ու փչացնող ենք, ուրեմն ես կոչ եմ անում, որպեսզի հունիսի 7-ին բոլորս ընտրենք, օրինակ, չգիտեմ, Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, անգամ կարող ենք Լևոն Տեր-Պետրոսյանին էլ ընտրել։ Մենք կարող ենք դա ընդունել։ Եկեք ընդունենք, ասենք այո, քանի որ մենք մեր տեսակով չենք հարգում ու չենք սիրում ոչ մեր ունեցածը, ոչ մեր տեսակը, ոչ այս, ոչ այն, հետևաբար մեր իշխանությունները պիտի լինեն կատարյալ այդպիսի տեսակը։ Մրցակցությունը պիտի լինի այդ դաշտում։ Իսկ եթե ոչ, ապա խնդրում եմ ձեզ, ամոթը, խնդրում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պատկերացրեք ձեր ծնողը, երբ որ ձեր համար հեռախոս է առնում, դա առնում է, օրինակ, նոր սառնարան չգնելու գնով, չէ՞, իր հնարավորությունները սահմանափակ են, ճիշտ է, ունի այսքան աշխատավարձ ամսական, տարեկան կազմում է դա այսքան, ու այս պահին ձեզ համար առնում է հեռախոս։ Այդ բյուջեից այդ ծախսն է անում։ Հաջորդ ամիս գնում են պարտքով, վերցնում են լվացքի մեքենա։ Ու պիտի աշխատեն, այդ գումարը որտեղից է գնում, ինչքան էլ որ վարկով լինի մյուս, գնում է ձեր այն մյուս բանի փոխարեն, չէ՞, այսինքն ձեր գրպանից։ Եթե դու սրա հետ չես վարվում, դու կարող ես ամիսը մեկ հեռախոս առնել։ Կարող է հայրդ քեզ համար ամիսը մեկ հեռախոս առնել։ Իհարկե չի կարող։ Ուրեմն դու եթե սրա հետ ճիշտ չես վերաբերվում, ինչ-որ պահից դու չես ունենալու սա։ Ու վերադառնալու ես մի հատ պստիկ Nokia-ի, օրինակ 6200, յոլա գնաս, մինչև տեսնես մեկ էլ երբ կստացվի։ Մենք այդ ցիկլի մեջ ենք ուզում մնանք, թե դուրս գանք։ Ինչի՞ չեք վճարում։ Եթե կուզեք ավտոբուսները, այս ոչ թե ուզեք, թե չուզեք, եթե սենց շարունակվի, այդ ավտոբուսները այսպես թե այնպես ժամանակի հետ կմաշվեն կգնան, քաղաքը կտեսնի, որ արդարացված չի այդ ծախսերը, նոր ավտոբուսներ գնելու, տենդեր կհայտարարի, կասի եկեք գծերը էլի առեք, վերականգնեք, դուք տենց աշխատեք, ուղևորցը հաստատ 150-ից էժան չի լինի, բայց գծատերեր կլինեն դարձյալ, որոնց վարորդները կպարտադրեն, որ գումար տակ, ու դուք կզած կգնաք էլի գործի կգաք, ու ձեր գլխին կտակ, կասեք իսկ այն ժամանակ ինչ է, ու կպահանջեք այդ օրերի իշխանություններից, թե բենց համար ավտոբուս բերեք։ Ճիշտ եմ, թե չէ։ Ու անընդհատ այդ ցիկլը կկրկնվի։ Իսկ այդ գումարներով կարելի էր մետրոն կառուցել, այո։ Առաջ գցել, տեսնում եք տեղից ընդդիմադիրները իրենց համար լեզվի փաթաթան են դարձրել, մատի փաթաթան են դարձրել։ Մարդ ասես լավ, ես մի բան առաջ գցենք նորենի, որովհետև այդքան է, էս է բյուջեն։ Որոշեցին, որ լավ, արվելի առաջնայինը մի հատ սա անենք, հետո կանդրադառնանք նրան, խոստացել ենք, կանենք ժամանակի հետ։ Սրանք էլ, բա ուրա մետրոն, մարդ ասում ավտոբուս ենք առել։ Ավտոբուս ենք առել, որի համար քաղաքացիները չեն վճարում։ Այսինքն դառնում է դա ոչ արդարացված ծախս։ Ինչի եք առել, եթե մարդիկ չեն վճարում ու դու չես կարողանալու պահել այդ ավտոբուսները։ Ժամանակի հետ երևի թե վարորդների աշխատավարձն էլ կիչնի,
Այնքան մինչև որ կհայտնվեն էլի ցակ մայկայով լոճած մայկայով քիթները քչփորող վարորդներ։ Պապիրոզը ձեռքներին, հեռախոսը ձեռքներին, ու դու ոչինչ չես կարող պահանջել։ Որովհետև ես 150,000 եմ ստանում, 150,000-ով հետ ինչ ես ուզում քեզ սպասարկեմ։ Իսկ երբ որ հիմա է աշխատում, նորմալ աշխատավարձ է ստանում։ Չէ՞ որ այդ գումարը մի տեղից գնում է։ Կամ ինչի եք արհամարում ձեր մյուս քաղաքացուն, ով որ բարեխիղճ վճարում է։ Սա արհամարանք է։ Ու հետո ումից եք ուշադրություն արդեն պահանջելու, եթե ինքներդ հնարավորություն ունենալով չարհամարել, արհամարել եք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ գիտեք հիմա դատախազությունը, որ զեկուցում է, որ 773 միլիոն արդեն գողացած բան վերադարձրել է մեզ բոլորից, քաղաքացիներից մեր պետությանը։ Եկեք մի հատ հաշվենք, դա դրանց գողացածն էր։ Եկեք հաշվենք մենք երևանցիներս Երևանից, այս նույն ավտոբուսին չվճարելով, ամսեկան որքան ենք գողանում, կամ տարեկան որքան ենք գողանում։ Եվ այդ պարագայում արդյոք մենք որպես քաղաքացի վաստակում ենք բարոյական իրավունք պահանջներ ներկայացնելու։ Ոչ, մենք կարծում եմ վաստակում ենք սրանով մեր հանդեպ արհամարական վերաբերմունք։ Ինչի արդյունքում վստահ եղեք իշխանությունները ինչ որ մի պահից, ես չեմ ասում հենց այս իշխանությունները, առհասարակ իշխանությունները ինչ որ պահից սկսում են իրենց ազատ զգալ։ Մնա մեկը հանրությունը սովորա դրան։ Մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք մի խոսքով, կարճ ասած։ Անցնենք առաջ։ Մի հատ Թաթոյան ունեինք, Արման Թաթոյան, ով իր, չգիտեմ ինչի թևեր այդ կուսակցությունով, անդամներով, մի հատ հայտնաբերություն են արել, դուրս են եկել փողոց, այն մեկը ինստիտուցիոնալ մամուլի ասուլիսը հրավիրել, եկեք տեսեք, ադրբեջանցիները հուլիս-օգոստոս ամսվային 20 օրվա մեջ մինչև օգոստոսի 8-ը ասում է, դիրքային առաջխաղացում են գրանցել եւ հիմա դիտարկման տակ է, վերահսկողության տակ է, ամբողջ այս հատվածը, ամբողջ այն հատվածը, ասես բաներ են խոսում, ինչ ուզում խոսում են մի խոսքով։ Հետո այս լրագրողները եկան ազգային ժողով, որ падգամավորին, որ պատի տակ բռնացին, միկրոֆոններով հարձակվեցին վրան, բա տեսեք Թաթոյանն ինչ ասում։ Իսկ Թաթոյանը դրանով ընդհանրապես ուշադրություն էր քաշում իր վրա, շահարկելով Հայաստանի Հանրապետության սահմանները իհարկե։ Քաշել էր Google Earth-ով ինչ-որ քարտեզ, որովհետև որ հենց Google Earth-ը, այդ ծրագիրը ասում է, որ ինքը 100%-անոց չի։ Իր մոտ կարող են լինել շեղումներ։ Հենց այդ ծրագիրն է ասում։ Չէ, միևնույնն է, տեսեք, բան։ Ես իհարկե սրան եղան պատասխաններ, անգամ պաշտպանության նախարարը ազգային ժողովում խոսեց, բայց այնուամենայնիվ բացի խոսելը, տեսանյութ կա հիմա պաշտոնական, որը ներկայացնում է պաշտպանության նախարարությունը, եւ խնդրեմ եկեք միասին դիտենք, տեսնենք ինչի մասին է իրականում խոսքը։ Խնդրեմ, եթե տեսանյութը պատրաստ է։ Օրերին մի շարք հանրային գործիչներ եւ լրատվամիջոցներ կեղծ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100,000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում
այդ քարտեզը, որտեղ դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացրած սահմանագիծը, որը ունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, ինչի մասին արդեն նշեցի, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ինչպես նաեւ շրջանառվում են մտահոգություններ, չնայած տարակուսելի է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատվել է խաղաղություն, հնչում են մտահոգություններ այն մասին, որ նշված դիրքը կարող է, այսպես ասած, վտանգ ներկայացնել Սոտքի հանքավայրի եւ Կուտ բնակավայրի եւ հարակից տարածքների վրա։ Նախ նշենք, որ նշված դիրքից Սոտքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կիլոմետր է, իսկ դեպի Կուտ բնակավայր ընկած հեռավորությունը 6.4 կիլոմետր։ Ավելին, Կուտ բնակավայրի եւ նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ արկա է լեռ կատարը 3008.5 մետր բարձրությամբ։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք հետևել բացառապես մասնագիտական մոտեցումներով հագեցած պաշտոնական տեղեկատվությանը եւ տուրք չտալ այն ապատեղեկատվությանը, որը հիմնված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների եւ ոչ պրոֆեսիոնալ տեսակետների վրա։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մենք ենք շնորհակալ հանրության մեջ մեծ ալիք բարձրացրած այս թեմային պաշտոնապես եւ պրոֆեսիոնալ ձևով անդրադառնալու համար։ Տեսեք, սկզբում երբ որ Թաթոյանը այս անկապությունը ասեց, այնուամենայնիվ եղան հակադարձումներ պատգամավորների կողմից, ու նա գիտեք ինչ էր անում այդ ժամանակ։ Վերցնում կիսում էր իր էջում, տեղադրում էր սկրինշոթով տվյալ պատգամավորների անլուրջ մոտեցումը իր հասցեին, ինչը որ շատ տեղին էր, եւ ծիծաղում էր։ Հա, տեսեք ոնց է, ուզում էր ցույց տալ, որ տեսեք ոնց եմ խառնել բոլորին իրար։ Ով կարող ավելի լավ խառնել բոլորին իրար, էլի։ Ասենք պետական քաղաքական բանի հայտ է ներկայացրել, որպեսզի դառնա վարչապետի թեկնածու։ Գործը խառնակցությունը սուտ է։ Խառնակցությունը սուտ է։ Որը հերկվում է ոչ միայն պաշտոնապես։ Ես Թաթոյանին հրավիրում եմ, միասին գնանք հենց այդտեղ։ Գնանք ինձ տեղում այդ ամբողջը ցույց տուր, ես նկարեմ։ Ու գամ, ասեմ, այ պաշտպանության նախարարությունը ստում էր։ Ասեմ, սա ինչ է։ Ինչի համար ես անում։ Ես հասկանում եմ, որ ձեր էլեկտորատը սովորել է, որ ժամանակ առ ժամանակ պիտի կերակրվի ստով։ Բայց խնդրում ենք այնց ստեր արեք, որտեղ որ չի շահարկվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, հետևաբար չի շահարկում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, թե ներքին, թե արտաքին հատկապես։ Չի շահարկվում օրինակ Գեռաբլուրը, զոհվածների ընտանիքները եւ այլն։ Մաքուր քաղաքականություն բառակապակցությունը, եթե ձեզ ծանոթ չի, խնդրեմ ծանոթացեք, գործեք ձեր քաղաքականության շրջանակներում ինչքան ուզում եք, ինչպես ուզում եք, բայց միացեք այդ սահմանները։ Դա քաղաքական անբարոյականություն է։ Ուզում եմ մի հետաքրքիր հոդված կարդալ ձեզ համար, ժողովուրդ ջան։ Հայաստանի Հանրապետությունում վերնագիրը ֆորպոստի վերադարձի փորձ, ով է փորձում մարիոնետների միջոցով ազդել Հայաստանի Հանրապետության ընտրությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունում մոտ 3 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու մի շարք առումներով։ Ինչպես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տնտեսական ապագայի, պաշտպանունակության ու խաղաղության ամրապնդման, այնպես էլ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի մաքրազարդման եւ բյուրեղացման առումով։
Պատահական չէ, որ գալիք ընտրություններում մասնակցության հայտ են ներկայացրել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում դիվերսիֆիկացված արտաքին քաղաքական կուրսը խցանելու, եթե չասենք տորմուզ անելու ակնհայտ հանձնարարական ունեն։ Բավական է միայն հետևել խորհրդարան մտնելու ախորժակ ցուցաբերող ակնհայտորեն արտաքին կենտրոնից թելադրվող որոշ քաղաքական սուբյեկտների դիրքավորմանը, հավերժ Ռուսաստանի հետ այդ դիրքավորումը կարելի անվանել, եւ հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես Եվրոինտեգրացիայի խորացման, ԵՄ-ին անդամակցության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացման վերաբերյալ, որպեսզի պարզ դառնա, թե քաղաքական որ շրջանակի մասին է խոսքը եւ արտաքին որ դերակատարի կողմից է ուղղորդվում այդ շրջանակը։ Համապետական ընտրություններն անխոս բացառիկ առիթ են Հայաստանի Հանրապետության ապագայով մտահոգ արտաքին քաղաքական դերակատարների համար, որպեսզի կարգի հրավիրեն ճիշտ ճամփից շեղված ու իրենց կոնտրոլի տակից դուրս եկած Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ ինչպես։ Անշուշտ տեղական եւ ազդեցության իրենց արիալում գտնվող իրենց իսկ մարիոնետների ու մանկլավիկների միջոցով վերջիններիս ակտիվորեն ներգրավելով ընտրական process-ում, ընդ որում այդ process-ում թե ուղիղ, թե միջնորդավորված մասնակցության միջոցով։ Հարցերի հարցն այն է, թե արդյոք քաղաքական հանրային վստահելիության առումով կենսունակ են հիշալ մարիոնետները նման այնպիսի բարդ խնդիր կատարելու համար, ինչպիսին Հայաստանի Հանրապետության գործող իշխանությանը հեռացնելն ու Հայաստանը ավարտին, այսինքն ֆորպոստային տրամաբանությանը վերադարձնելն է։ Սոցիոլոգիական վստահելի հարցումները վկայում են, ոչ։ Ավելին, այդ սուբյեկտներն իրենց ռեյտինգով մի քանի անգամ զիջում են կառավարող ուժի ղեկավարին ու նրա գլխավորած քաղաքական ուժին։ Արդ ինչ պետք է անեն շահագրգիռ ուժերը Հայաստանի հանդեպ իրենց դաստիարակչական գործողություններն իրականացնելու համար։ Այո, պետք է բանեցնեն ասիմետրիկ պատերազմի զինանոցը։ Քարոզչականից մինչև մարդկային քվեարկելու իրավունք ունեցող կրավորական էլեկտորատ, բռնանալու ՀՀ քաղաքացիների ազատ կամքին արհեստականորեն ազդելու ընտրությունների պատկերի վրա խեղաթյուրելու դրանց վերջն արդյունքը։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո գրողի ծոցն է ուղարկվել ընտրական զեղծարարությունների ու կեղծիքների մեխանիկան, ուստի դժվարացել է արտաքին դերակատարների Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացներով սեփական դրածոյին թագադրելու գործը։ Բայց ինչպես հնարամիտ գողերը նույն կողպեկը բացելու 100 բանալի ունեն, այնպես էլ արտաքին շահագրգիռ կենտրոնները առնվազն տասնյակ հնարքներ գիտեն իրենց ֆավորիտ թեկնածուին Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի աթոռին բազմեցնելու համար։ Արտաքին հետախուզության ծառայության 3 տարածած հայտարարությունը որոշակիորեն բացահայտում է վերը նկարագրված պլանը։ Ըստ արտաքին հետախուզության ծառայության ստացված հետախուզական տվյալների, այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Ընդ որում, ինչպես արտաքին հետախուզության ծառայությունն է հավաստում, այդ գործողությունները ներառում են ինչպես տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցությամբ, այնպես էլ այլ գործողություններով։ Թե հատկապես որ այլ գործողությունների մասին է խոսքը, որ արտաքին դերակատարների ու նրանց կողմից մասնավորապես որ քաղաքական ուժերին աջակցելու մասին է խոսքը, հայտարարությունը տարածած կառույցը չի մանրամասնել, ենթադրությունները թողնելով հանրությանը։ Հարկ է նշել, որ արդեն տևական ժամանակ տեղեկություններ է շրջանառվում դրսից, ՌԴ-ից, ՀՀ մարդ բերելու
եւ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի օժի օգտին քվեարկել տալու մասին։ Այս մասին ի դեպ ժամանակ առաջ Civic AM-ի տաղավարում հայտարարել էր ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխնախագահ Հայ կյանքի եւ USA Armenian Life-ի հրատարակիչ եւ խմբագիր Ապո Չապարյանը։ Նա նշել էր, թե ջավախցի մեծահարուստ Արմեն Ղարսլյանը Տաշիր Սամոյի օգտին քվեարկելու համար Ռուսաստանից մինչև 200,000 մարդ է բերելու։ Նշենք, որ Ղարսլյանը Պերմի երկրամասի օրենսդիր ժողովի բյուջետային կոմիտեի նախագահն է։ Նկատենք, որ սփյուռքահայ մեր հայրենակցի այս հայտարարությունից անցել է մի քանի շաբաթ, սակայն նրա հայտնած տեղեկությունը չի երկվել Սամվել Կարապետյանի կամ նրան փոխկապակցված անձանց կողմից։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ծնունդով Լոռիից Արփի Դավոյանն էլ նախորդին ֆակտորի տաղավարում էր նշել, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում մարզի մի շարք բնակավայրերի քաղաքացիներից, Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիրը նույնպես Լոռու մարզում է, սա հիշեցնենք, թե մարդկանց ասում են, որ գումար կտան ընտրություններին մասնակցելու համար։ Խոսքն այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունում ապրող քաղաքացիների մասին է։ Այս բոլոր ահազանգերը падգամավորը փոխանցել է իրավապահներին։ Իդեպ օրերս քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում քաղաքացիներից մեկի հետ ուշագրավ հարցու պատասխան ունեցավ։ Մի կին նշեց, որ Մոսկվայից է եկել։ Փաշինյանը հետաքրքրվեց. եկել է, որ իրենց դեմ քվեարկի։ Կինն արձագանքեց. ոչ, եկել է իր Փաշինյանի համար քվեարկելու։ Հարցու պատասխանի ժամանակ այնուհետ Փաշինյանը նկատեց, թե լուրեր կան, որ Ռուդեից մարդկանց են բերելու ընտրություններին քվեարկելու համար։ Թող բերեն, այնտեղ արված մեր հարցումները վկայում են, որ 84%-ը քվեարկելու է մեր օգտին։ Դրսից ՌԴ-ից ՔՊ-ին դեմ քվեարկելու նպատակով մարդ բերելու թեման ՀՀ վարչապետն արծարծեց նաև նախորդ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա մասնավորապես նշեց. համոզված եմ, եթե այդ խողովակով մարդիկ գալու են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է ՔՊ-ի օգտին, որովհետև նրանք չեն կարող քվեարկել իրենց արտագաղթի օգտին, իրենք կարող են քվեարկել իրենց ներգաղթը ապահովելու օգտին, որը 2025-ին արդեն սկսվել է։ Հարկ է նշել, որ Սամվել Կարապետյանը Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն է, ասոցիացիան գործում է որպես համաշխարհային եւ հայկական բիզնես համայնքների միջև բաց երկխոսության հարթակ։ Հիշյալ ասոցիացիայի հիմնադիրներից են մասնավորապես Comedy Club-ի արտադրության հիմնադիր Գազպրոմ Մեդիա ժամանցային հեռուստատեսային ենթահոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Ջանիբեկյանը։ Ռուսաստանահայ գործարար Ավիլոն ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավակումյանը, Ռուսաստանում ալկոհոլային արտադրանքի ամենախոշոր ներկրող Լոդինգ ընկերության Լադինգ կամ չգիտեմ ոնց անթերցվում ժողովուրդ ջան, ընկերության համահիմնադիր բարերար Արմեն Շահազիզյանը։ Ռուսաստանաբնակ այս գործարարները անխոս ազդեցության ահռելի լծակների են տիրապետում եւ ենթադրաբար կարող են միջնորդավորված ազդեցություն ունենալ գալիք ընտրական process-ի վրա, այն տրամաբանությամբ, որը ներկայացված է արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։ Նշենք, որ Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության համաձայն վերջին մարտահամարն այդ երկրում անցկացվել է 2020-2021 թվականներին, տվյալները վերջնական ամփոփվել ու հրապարակվել են 2022 թվականին, ըստ այդ մարտահամարի Ռուսաստանի Դաշնությունում հայերի թիվը կազմում է մոտ 950,000։ Հիմա, իհարկե 950,000-ի մեջ կլինեն մարդիկ, ովքեր դեռ սովետական միությունից են մնացել այնտեղ, այնքան որ իրենց հայրենիքը արդեն վաղուց, ինչ Հայաստանը չի կարող է հեռահար, ինչ-որ կարոտ, կանչ, գենետիկ հիշողություն, բայց ընդհանուր առմամբ այնտեղ են։ Այս 950,000-ից մեծ մասը Հայաստանի Հանրապետությունից գաղթածներն են, ովքեր պետք է ասել, որ
չեն հասել որևիցե լուրջագույն բարձունքների։ Եթե այդ մարդկանց հարցնեք, ախր օրնի բուն աշխատում են, շատերը անգամ դեռ տուն չեն գնել, հասկանում եք։ Ու լավ կլինի, որ այդպես էլ չգնեն, վերադառնան հայրենիք։ Ռուսաստանից մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, այո, ձեզ պարտադրել են եւ դուք ստիպված եք եղել գնալ։ Հիմա դուք ունեք հնարավորություն վերադառնալու ապրելու Հայաստանի Հանրապետությունում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում արդեն թե աշխատատեղեր կան, չեմ ասի թե այստեղ դուք միլիոններ եք աշխատելու, դու ամեն մեկը իր մասնագիտական տվյալների համաձայն, բայց Հայաստանում արդեն կարելի է աշխատելով ապրել ու հեչ այն ժամանակները չեն։ Այնպես որ լավ կլինի վերադառնաք, շատ չկապվեք, սերունդներով չկապվեք, որովհետև գիտեք, որ ամեն տարի ավելի ու ավելի դժվար է։ Եթե դուք այսօրվանը թողնում եք մյուս տարի, մյուս ամիս, դրանով ավելի եք կապվում ձեր սերունդները այդտեղ։ Վաղուց հայրենիք վերադառնալու ժամանակն է, ոչ միայն Ռուսաստանաբնակ հայերին եմ ասում, աշխարհի ապրող հայերին եմ ասում։ Եկեք տուն։ Մեր դռները բաց են, իսկ մենք ձեզ կարոտով սպասում ենք։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։